Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, այսօրվա հոլովակս մի փոքր տարբերվելու է մնացածից, որովհետև այսպես նստելու ու խոսելու եմ ձեր հետ։ Քանի որ բազմաթիվ հետևորդներ խնդրել են բազմիցս անգամ, որ մի փոքր անդրադառնամ իմ կյանքի պատմությանը, իհարկե ասեմ, որ շատ դժվարությամբ եմ եկել այս մտքին, այս մասին խոսելուն, բայց որոշեցի, որ չմերժեմ նրանց ու անդրադառնամ նաև այս թեմային։ Իհարկե ոչ բոլոր մանրամասնությամբ, բայց հնարավորինս հակիրճ ու պարզ ներկայացնեմ ձեզ իմ կյանքի պատմությունը։ Դե ինչ, հետ գնանք տարիներ առաջ ու փոքր քայլերով սկսենք առաջ գալ։ Ինչպես նոյն էր իր աղավնուն թռցնում մեծ սպասումով ու հավատով, այնպես էլ ես եմ թռցնում այսօր իմ աղավնյակին, մեծ հավատով, որ առաջադրանքս պատվով կատարած հետ է գալու։ Թռիր աղավնյակս, թռիր լուսաբանելու մի կյանքի պատմություն։ Սա իմ նավուր գյուղն է, իր ողջ մայքով, իմ ծննդավայրը, իմ հողն ու ջուրը, իմ ուժը, իմ բաց ճակատը, իմ մանկության ու պատանեկության ականատեսը, հայրական տունս է, ճիշտ է, իմ մանկության տարիներից շատ է փոխվել, բայց հենասյուների մեջ ծվարած սերն ու ջերմությունը երբեք չեն խոնարհվել։ Ընտանիքս բազմանդամ էր, ինչու էր, որովհետև բոլորս ցակ ու ցրիվ ենք եղել։ 4 երեխա ենք, մեծ քույրս Սոնան, փոքրը Անուշը, միջնեկը ես։ Ունենք նաև փոքր եղբայր, Մերուժանը։ Ինչպես հասկացաք, մայրս տղայի սպասումով 3 աղջիկ է լույս աշխարհը բերել։ Մեծացել ենք շրջապատված սիրով ու ջերմությամբ, հոգատարությամբ, թե ծնողների և թե տատիկ-պապիկների կողմից։ Մայրական կողմի տատիկ-պապիկս շուտ են մահացել, ցավոք։ Հայրական կողմի պապիկս վերջին տարիներին հեռացավ մեզնից։ Կանգուն է մնացել միայն Ջուլիետա տատիկս, իմ Ջուլիետա տատիկը։ Բարձրահասակ, հստակ կեցվածքով կին էր։ Տարիների հոգսից ու կյանքի տված հարվածներից կռացել մի բուռ է դարձել։ Ու թե որքան է կյանքը հարվածել, ու թե ինչպես է կանգուն մնացել, լոկ Աստված գիտի։ Դեմքի ամեն մի կնճիռ իր պատմությունն ունի, ամեն մի ճերմակ իր ուրույն ցավը։ Ձեռքերի ամեն մի կոշտուկ լուռ վկան տարիների անկոտրուն աշխատանքի։ Մանկություն ու տատիկ-պապիկ։ Կարծես հոմանիշներ լինեն, չէ՞։ Արդեն 30-ն անց եմ, բայց քանի դու կաս, տատ։ Ես քո փոքրիկ թոռնուհին եմ։ Հաճախել եմ Նավուրի մանկապարտեզ, բայց ի տարբերություն քույրիկներիս ես ու եղբայրս այդպես էլ չսիրեցինք մանկապարտեզը։ Հաճախել եմ Նավուրի միջնակարգ դպրոց, հալալ, զուլալ 10 տարի, հայ 19 տարի, հայ 12 տարի, հայ թռանք, հայ 9 ստացա, բահալալ չէր մեր վախտը։ Որ ասեմ գերազանց եմ սովորել, սուտ կասեմ, բայց սովորել եմ էլի, բայց երբեք չեմ երազել բարձրագույն կրթություն ստանալու մասին։ Միշտ ավելի շատ ինձ արհեստներն են ձգել։ Ու ինչպես ասում են, արհեստավորը մինչև կեսօր է սոված, ես գնացի սովորեցի արհեստ, որ սոված չմնամ։ Դպրոցից հետո գնացի Երևան, սովորեցի վարսահարդար ու վերադարձա։ Աշխատում էի տանը, երազելով մի օր սեփական սալոն ունենալու մասին։ Ու մինչ ես սալոնի մասին էի երազում, մարդ համեկի երազանքն էլ ես էի։ 7 օր 7 գիշեր հարսանիք հարինք։ Դեմ որ Թաթուլի պարգևն եմ, էդ միանշանակ, բայց թե որ մի արարքի համար այդ պատվի արժանացրեց նրան Աստված, էդ էլ Աստված գիտի։ Բայց թե ինչպես ու ոնց, եկեք այդ մասին հաջորդ դասին, վերնագիրն էլ կդնենք Թաթուլի պարգևը։
Ամուսնացա ու մի քանի քայլ հետ գնացի։ Խալխնաղա քենքինեմ ես ետ դբետ քինացի։ Իցակարը հենց քոլի անտարի փեշինա։ Ես ակասեն լեի թե նա որ ուտել Լոնդոնի կենտրոննա։ Լոնդոնը Լոնդոն չի, բայց քոլից մի քիչ դենն ա էլի։ Այդ իհարկե կատակ, բայց յուրաքանչյուրիս համար մեր ծննդավայրը Լոնդոն չի, որ դրախտ ա, դրախտ։ Հարց գնացի մեծ ընտանիք։ Սկեսուր, սկեսրայր, սկեսուրի սկեսուր, ասապտեքր, երկու տալ, ովքեր արդեն ամուսնացած էին, ու իհարկե Թաթուլս։ Մեծ ընտանիքից եկավ մեծ ընտանիք, ծնվեց Նարեկս։ 7-8 տարի համատեղ կյանքից հետո, համատեղ ապրելուց հետո, որոշեցինք մեր առանձին տանիքն ունենանք։ Ձեզ պատմում եմ ու մտովի գնում այդ դժվար ժամանակները, քինան ոյջի եդկյան։ Տեղափոխվեցինք մի հին խարխուլ տուն, հենց իծակարում, որը տարիներ շարունակ չէր օգտագործվել, ապրող չէր եղել, իսկ տերը միայն ուրախ էր, որ այն շենացնելու ենք։ Այնքան պակաս պրատ էինք, նույնիսկ օրվա հաց վաստակելը օրհասական էր։ Մի թավա ունեի, այն որին ճեպում ես կեսը կպչում ա մնում մեջը, հետնել անկապարիչ։ Նույնիսկ սրճեպ չունեի, մայրիկս տեսել ու հաջորդ օրը սրճեպ մեջն էլ լիքը կոնֆետ էր բերել։ Ինչ սրճեպից եմ խոսում, նույնիսկ նստելու աթոռ չունեինք։ Այդ տան կողքերից մի իշավոտ նուկ էինք գտել, դրա վրա էինք նստում, են էլ հերթով։ Բայց գիտեմ չեմ խիեմ ծիծաղ, вообще ծիծաղ չի։ Ուղղակի հեյա։ Ու հիշում եմ այդ ժամանակահատվածում Թաթուլի հորեղբայրը եկավ Մոսկվայից, եկավ նաև մեզ տեսնելու ու տուն չմտավ ուղատին, որովհետև խայտարակ կլինք, ոչ մի բան չունեինք, ձեռքը տարավ գրպանն ու 10,000 ռուբլի տվեց, հոպարի 10,000 ռուբլի տալն ու մեր 6 հատ աթոռ առնելը մեկ եղավ, աթոռ ունեցանք, այնքան լավ վաղտ եկավ ու լավ ավեր տվոց։ Մայրիկս 5 հավ մի ակլոր տվեց, ակլորն էլ մայրիկիս պես հպարտ էր, թաղի ակլորների հախից հո չէր գալիս, սկեսուրս էլ մի քանի հավ տվեց, 9 հավ ունեցանք, հարստացանք, հին տուն, վերանորոգելն անիմաստ մեր համար նույնիսկ անհնար, կարելի ասել, չէինք աշխատում որպես այդպիսին, բայց ինչ ասես, որ չէինք անում։ Թաթուլը անտառից փայտ էր բերում վաճառում, այն ժամանակ դեռ այսքան խիստ պայմաններ չկար, ու այդպես ամսվա սկզբին վերջին մի քիչ վաճառելով կարողանում էինք մի օրվա հացնել ավաստակել։ Ես էլ որն ասեմ, էլ որը թողեմ, ինչ ասես, որ չէի անում։ Վարսավիրությամբ էի զբաղվում, հագուստ էի բերում վաճառում, փոխանակում, էլ ինչ էի անում, խմորեղեն էի թխում, բարեկամի խանութում վաճառում, այսօրվա նման հիշում եմ, ոգևորված մատերիալը բաղադրատոմսը հավաքվել էր, բաղադրիչներն ունեի ու ոգևորված խմորեղեն էի սարքում, խմորն արդեն պատրաստ, որ պիտի բացեմ թխեմ, տեսա գրտնակ չունեմ, այ կոկո, շուրխացած խմոր ես անում, էդ ինչով դես բացիլ։ Դուրս եմ եկել այդ տարածքից ապակե լիմոնադի այն վաղտի, շիշ գտել, մի լավ լվացել ու այդ շշով խմորս բացել, թե գաթա, թե մեղրով խմորեղեն, այնքան էլ լավ ստացվեց, նույնիսկ հիշում եմ առաջի անգամ, որ սարքել եմ խմորեղենը ու վաճառել, ինչ եմ առել, մի հատ մեծ չաշկա, բաժակ, Վերսաչի նախշերով, չգիտեմ, ելխի մենակ հիշում եմ, որ շատ ուրախ էի, հեմի 10 հատ գրտնակ ունեմ, թե պատվալım, թե վիրիղոլ են դարակում։ Գնում էինք Վրաստան, Միրգ բանջարեղեն էինք բերում վաճառում, բայց մի քանի անգամ արեցինք ու տեսանք, որ օգուտ չի, ծախսը շատ էր, օգուտը քիչ, այդպես թողեցինք։ Լիցենզիա էի հանել ու ընտրություններին հանձնաժողով էի նստում, մի 2 կոպեկ էլ այդտեղից էի վաստակում։ Մի խոսքով դժվար տարիներ, բայց անցել գնացել են։
Առաջի անհրաժեշտը առանձնացած ժամանակ լվացքի մեքենան էր։ Վարկով լվացքի մեքենա վերցրինք ու աստված էինք կանչում, թե երբ ու ոնց ենք գումարը փակելու։ Ամեն իրիկուն գլուխս դնում էի բարձին ու ասում. Գիգոր ջան, օրեր են կմտնեն, անց կկենան։ Մտնել ու անց են կացել։ Մայրս օժիտս բերեց։ Ինչ ասես, ամեքից 12, ինչ ասես, էլ աման, էլ չաման, էլ տելևիզոր, էլ տմբուշկա, էլ գազ, էլ դուխովկա, մի խոսքով ամեն ինչ, հիշում եմ վերջում էլ մի հատ սավոք բանտիկը լենտը վրեն կապած։ Այսօրվա նման հիշում եմ ոնց էր արգղերով պահածոններ բերեմ, մամոլիկ։ Դեր մի տարին չլրացած, որ այդ տանն ենք ապրում, լսեցինք, որ գյուղում երկհարկան է, մի քարի տուն են վաճառում։ Դե լավ են անում, որ վաճառում են, բայց դե մեզ ինչ, զորով լվացքի մեքենայի վարկն ենք փակել, նորից մտնենք վարկի տակ, այդ դժվար ու մութ ժամանակներում, ոնց որ թունելի վերջում երևացող լույս լիներ, ճիշտ է, անհասանելի, բայց այդպես էր թվում։ Վերջը ռիսկ արինք ու մտանք վարկի տակ։ Տեղափոխվեցինք այս տուն, որում որ հիմա ապրում ենք արդեն 10 տարի ավել։ Տեղափոխվեցինք ու այստեղ ծնվեց հրաչս։ Մեր տան կարմիր արևը։ Ու հրաչից ծնվելով էլ կարելի ասել, մեր կյանքը, մեր տունը սկսեց լուսավորվել, գունավորվել, իր մազերի գույնի նման մեռնեմ ջանին։ Նոր տուն տեղափոխվելուն պես գտա աշխատանք, Նավուրի բուժկետում որպես օպերատոր։ 6 ամսական հրաչիս տալիս էի մայրիկիս ու գնում աշխատանքի, հրաչիս մամաս ու փոքր քույրս են մեծացրել։ Ամուսինս էլ բռնեց Խոպանի ջամփեն, գնաց Լենինգրադ ընկերոջ մոտ աշխատելու։ Ճիշտ է, ճիտը վիզը ծուռ էր գնում, բայց մի լավ գոտե պնդեցի ու ջամփու դրի։ Դուրը մի կերպ հետևից փակեցի ու զգացմունքներս տեղի տվեցին։ Բայց 2 ամսից հետ եկավ, օտար հողում ապրելը իրենը չէր։ Հետ եկավ, հույսը դրեց իր երկրի վրա, աշխատանք գտավ Այինում որպես փրկարար։ Այդպես ձեռքի տվինք ու ոտքի կանգնեցինք։ Բայց որ Լենինգրադից եկել էր ջբերնինգյաց փողի մանկյալի, դա էլ քիթավաճ։ Այն որ կարողացա Նավուրի բուժկետում աշխատել, այդ մեր մեծ տատիկի, սկեսուրի հյունարն էր, կարելի ասել, որովհետև դեռ համատեղ ապրելու տարիներին ցանկություն հայտնեցի համակարգչի դասերի գնալ ու քանի որ տանասողը տատն էր, ասեց թող արեք էտրի խենքինա սվերի, բելի մի հետ միտեղ մի գործ ալեմ, այդ թղթով կարմա աշխատի։ Շատ խիստ կին էր, շատ խիստ, աչ ու ձախ բոլորի վրա խոսում էր, ու վայի տարավ մեկը մի աման ճաշ տաներ թափեր, մի 3-րդ համաշխարհայինն էր, բայց այդ նրանից էր, որ ինքը միշտ պակասպրատ տարիներ էր ապրել ու պակասպրատ էր եղել, ափսոսում էր էլի, այդ դժվարությունների միջով անցած մարդիկ այդպես են լինում։ Ես իրենից այնքան շատ բան եմ սովորել, ժողովուրդ, շատ բաներ։ Ու եթե հոլովակներս նախկիններն էլ եք նայել, հաստատ տեսած կլինեք, որ ես շատ եմ անդրադառնում տատիկին ու ինչ որ բան պատրաստելիս ասում եմ մեր տատիկն էսպես էր սարքում, մեր տատիկն այնպես էր սարքում, օգնում, մի խոսքով, իր մասին շատ եմ խոսում։ Հիշում եմ կյանքումս առաջին անգամ, դե շուտ եմ ամուսնացել, 18-19 տարեկանում, առաջին անգամ պետք է հաց թխեի, էնել տաշտի մեջ խմոր ու փռան մեջ հաց։ Ու այն, որ ամենակարևորն էր, հանձնաժողովի նախագահն էլ վերևում նստած։ Հիշում եմ այն ինչքան էի լարվել, նարեքս էլ դեռ չէր ծնվել։ Քրտինք հայ էսպես ճակատովս իջնում էր։ Մի խոսքով լարված, մի կերպ, այդքան մեծ խմոր, առաջի անգամ հունցեցի, բրծա, տաշտիս կողքերը մաքրեցի, ծածկեցի ու սրտատրոպ սպասում եմ, թե տնամ հանձնաժողովը անց կկացնի, թե վերաքննություն կնշանակի, էն էլ
ասեց ապրես քե մատաղ ու չասեմ էլ ինչեր ասեց լավ լիքը բաներ ասեց ու էլա չասեմ հացերն էլ ինչպեսին ստացվեցին կարմրաթուր բոքոններ այնքան սիրուն ու լավը սաղ չափած ու գծած հացեր այնպես որ վերաքննություն նստացա էդ էլ անցանք այստեղ տեղափոխվելուց հետո սկեսուրանքս վայ կակազմա Իստուն տեղափոխվելուց հետո սկեսուրանքս 3 կով տվեցին Անասուն էինք պահում, հող էինք մշակում, ես էլ էի աշխատում, Թաթուլն էլ էր աշխատում, կովից ստացված կաթնել, պանիր ու կարագում, մածունում, տանում փոխանակում, վաճառում էինք, մի խոսքով, ձեռքի տված, համատեղելով, ոտքի կանգնեցինք։ Վարկն էլ փակեցինք, էդ էլ կարևոր էլի։ Հետո բացվեց Շամշադինի համը ալիքը։ Ու Գոհարը խամ մուտք գործեց մի իրեն լրիվ անծանոթ իրականություն ու թե ինչպես ու ոնց եկեք այդ մասին հաջորդ դասին Այսօր ես Բուշկետի Գոհարն եմ Այսօր ես Շամշադինի համի Գոհարն եմ Այսօր ես Տավուշ ֆոտոյի Գոհարն եմ Այսօր ես ուժեղ Գոհարն եմ Ով չկոտրվեց ու չծնկեց դժվարություններին Ով չլքեց հայրենիքը Ես կարողացա Դու էլ կարող ես Վեր կաց ու դարձիր քո հող ու ջրին Հանդին ու ծաղկին Կարոտ մի մնա դաշտից հավաքած փունջ մանուշակի անուշ բուրմունքին Գարնան առաջին քաղած բանջարի համին ու հոտին Էն որ շատ քիչ է խոտերի տակից հազիվ նշմարված բայց մի եփելու հազիվ հավաքած Էն որ համի հետ ոչինչ չես փոխի Ու ոտքերի տակ չոր տերևների խշխշոցներին կարոտ մի մնա Սարի գագաթից ներքև սլացող սառնորակ ջրին Սառը զնգզնգան ու զուլալ ջրին Բա զուլալ ջրին կարոտ կմնան Չեր կմնան Նիկեք խմեցեք Լեի մի հեկտար խոտ հավաքած լեմ բզարեցի Չքամար տիժեր Հայ